Ապրեք, հակալը։ Այո։ Գնում եմ գնականը։ Հայրելով Ճանապարհը բացեցի։ Երբևիցե գլուխներս չեն կախում, հպարտությամբ միշտ ձեր կողքին ենք։ Այս արգան էլ երբեք թույլ չի տա, որ դու գլուխներդ կախեք։ Ես ինչ ասելու եմ, իմ ասածին տեր եմ, հələ դեռ քիչ ենք ասում, շատ անելու ենք։ Դա ոչ թե անպագորգոր բառեր, այլ իրականությունը, որ ինչ որ կարող ենք անել, եւ ցանկություն ենք, եւ հնարավորություն ենք, եւ թիմ ունենք, որ այսօր դա անհրաժեշտ է մեր երկրին, մեր ժողովրդին։ Մենք պետք է միասնական, իրար հետ, իրար կողքի, որ կարողանանք այդ ծրագիրը իրականացնել։ Դուք այն քաղաքագործիչներից մեկն եք, որի կողքով քայլելիս երբեք չենք ամաչում, գլուխներս չեն կախում, հպարտ ենք միշտ ձեզանով, ու միշտ ձեր կողքին են կապված։ Ձեր անունը ո՞նց է։ Պարտուի։ Պարտուի ջան, դրա համար ես հանդիպելով ժողովրդի հետ ավելի պարտավորված եմ ինձ զգում, որ այդ վստահությունը հավատքը պահեմ պահպանեմ։ Ես ամբողջ Հայաստանով շրջում եմ, գյուղերով, տարածքներով, քաղաքներով ու բոլոր այն ջերմությամբ, այն վստահությամբ ու մարդ մեկ անգամ եւս ավելի պարտավորում։ Ինչ արել եմ, քիչ եմ արել, ավելի շատ եմ անելու եւ ինչ որ խոսք ասեմ, տասնապատիկ ավելի լավ եմ անելու։ Այսօր հիմնական խնդիրը միայն ճիշտ պետք է կազմակերպես, որ ճիշտ մարդիկ ճիշտ տեղում լինեն։ Եթե մարդը տիրապետում է, մարդը այդ մասնագետն է, այդ ոլորտի ներկայացուցիչն է, որ արդյունավետ աշխատել է, ուրեմն պետք է այդ մարդուն հնարավորություն տաս։ Ոչ թե ինքը պետք է ծանոթ բարեկամ, այլ դու պետք է իրեն հրավիրես, իրեն հանձնարարես եւ պահանջես։ Սա հիմնական խնդիրը։ Պարոն Արուկյան, մի բան եմ ասեմ։ Ես ուզում եմ առաջարկ Հայաստանի մեջ ընդգրկեք շերամապահությունը գյուղացիների։ Ես եղել եմ բանում, Տավուշում, ու տավուշչիներն ասեցին մեծ սիրով մենք շերամապահություն կանենք, ասենք աշխատատեղեր բացենք։ Ուրեմն մարդիկ բոլոր իմ թիմակիցները, բոլոր տեխնացուները Հայաստանով մեկ շրջում են, զրուցում են, իրենց ասել եմ անպայման լսեք մարդկանց, արձանագրեք, որը որ կա բաց թողում է, դա մենք այնտեղ կլրացնենք, այլ մի խնդիր չկա։ Հիմնական ասենք կարևորը միշտ ինչ ժողովուրդը որ ոլորտի որը ներկայացել է, դա ներառած է մեր ծրագրի մեջ, հիմնական խնդիրը, խնդրեմը եւ դրա լուծումը։ Այս գնանք այնտեղ խոսենք, էլ երկու անգամ չխոսենք։ Շատ ուրախ ենք ձեր ընտրություններում, ձեր տեխնացությունը կա, միշտ էլ վստահել ենք, հավատացել ենք ձեզ, որտեղ ձեր խոսքը գործ է եղել։ Միշտ երիտասարդներին աջակցել եք երիտասարդների ծրագրերին, բազմիցս միշտ եղել եք սպորտի եւ կրթության մշակույթի կողքին։ Այսքանը շնորհակալ ենք ձեզ, որ այսօր այստեղ եք։ Ես եմ շնորհակալ, ես նույնիսկ եմ ասում, կարևորը գործն է, մնայուն։ Ցանկացած ով դիմել է ինչ հարցով կա, բոլորն էլ միշտ ցանկացել եմ հնարավորության սահմանում օգտակար լինել պիտան լինել։ Բայց այսօրվա խնդիրը, որ այսօր մենք պետք է միասնական կարողանանք մեր այս խնդիրները կարգավորել, անվտանգություն ապահովել, տնտեսությունը զարգացնել, որ բոլորն էլ մեր Երիտասարդ ընտրողների զանգվածի կողմից փոխանցել ձեզ, որ շատ հարցեր կան աշխատանքների հետ կապված։ Այսօր մեր երիտասարդությունը բազում խնդիրների առաջ է կանգնել։ Ամենուր գործազուրկություն է, ցանկանում ենք այս ձեր տեխնացության շնորհիվ, որպեսզի հաղթահարեք այս խնդիրը, գործազուրկությունը երիտասարդների շրջանում։ Անմիջապես ինչ ասել եմ, մի բան էլ ավել անելու ենք։ Փորձնել ունենք, կապներ ունենք, հնարավորություններ ունենք, ծանոթություններ ունենք, ցանկություններ ունենք։ Մենակ կախվածա ձեզնից, ժողովրդից։ Կվստահեք, տվեք պահանջեք, չեք վստահի, էլի ձեր ցավը տանեմ, էլի ես ձեր Ծառուկյանն եմ։ Հավատում ենք եւ վստահում ենք ձեզ, քանզի բոլոր երիտասարդության կողմից դուք արժանացել եք վստահության հավատի, ձեր աստվածահավատ եւ աստվածաբախ մարդ լինելով, այսքան տարիների ընթացքում դուք մեծ հարգանք եք ձեռ բերել բնակչության կողմից։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Քանզի երիտասարդությունը ձեզ հարգում է, որ միշտ պարտաճանաչ հարկեր եւ տուրքերը վճարել եք Ես այսօր այն կարգավիճակին եմ, որ խոշորացույցով են նայում վճարել, թե չէ վճարել։